Եթե դու չես գիտակցում քո շարժումը, չես գիտակցում քո խոսքը, բանական մարդը իր ամեն մի խոսքին, ամեն մի օժանդակ բային ու ստորակետին, շեշտին, բութին պատասխան է տալիս, ինչ է ասում, իր ասելիքին համապատասխան։ Պատահական բառեր, շեշտեր, բութեր, բացականչական նշաններ չի դնում։ Իսկ ինչ է ձեզ թվում, որ պարում ինչ որ պատահական ելևէջներ կան եւ կարելի է այստեղ էլ այսպես ուղակի։ Այստեղ էլ այսպես ու ասենք սովորեցնում են, ասում այսպես կանես ու կնայես ձեռքիդ։ Ասենք ես կամ պիտի պարեմ եւ հանդիսատեսը պիտի նայի ինձ եւ ոչ թե ես պիտի նայեմ, թե ես պիտի հիանամ իմ ձեռքերով, իմ շարժումով ես պես որ մի հատ լավ ստացվեց Երխուշտան խփելն ես նայեմ ձեռքերից թե ինձ զորեղ խփեցի, դա կռիվ է եւ դու պիտի թեմայի մեջ լինես, հոգեբանորեն կռվին տրվես եւ այդ ոգիդ պիտի ամբողջ դահլիճը այդ ոգին փոխանցի։ Իսկ եթե դու անդադ քեզնով ես զբաղված, քո եսի մեջ թաղված ես, խեղդված ես, քեզնից դուրս որևէ մեկը դա չի զգալու դու ինչ ես անում։